Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Պողոսյան, հարցս Արցախցի երիտասարդի Վանաձորի ոստիկանական բաժանմունքում խոշտանգման ենթարկելու մասին է։ Տիգրան Ուլուբաբյանը մանրամասն ներկայացրել է իր հետ կատարվածը, նշեմ, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանության պատճառած վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք, նվաստացում, հայհոյանք, սպառնալիքներ պատճառելու մասին է։ Հիմա հարցս. որևէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, եթե ոչ, ապա ըստ ձեզ նրանք զրկված են ապացուցողական գործընթացին խոչընդոտելու հնարավորությունից, օրինակ, այդ կոնտեքստում ինչպես է ստացվել, որ բացակայում են ոստիկանության այդ օրվա տեսագրությունները, երկրորդ, արդյոք որևէ ոստիկանի նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա են Տիգրանի խոշտանգման ենթարկելու հետքերը, ձեռքի վնասված եւ այլն, եւ երրորդ, բացի փաստաբանների հրապարակած երկու ոստիկանների մնացածի տվյալները պարզել եք եւ վերջում որևէ փաստաթղթի կամ նյութի առկայություն պարզել եք, օրինակ տեսանյութի կրիչներ 7 ժամում ոստիկանություն պահելու փաստաթղթեր։ Հիմա խնդրում եմ այս հարցերին պատասխանեք, քանի որ հարցը նաեւ հասարակական լայն հնչեղություն է ստացել, անչափ կարևոր է իրավապահ մարմինների օպերատիվ, անաչառ գործողությունները եւ կարծեք թե մինչեւ այս պահը որևէ մի մեղադրյալ չկա, ես խնդրում եմ նաեւ այս հարցին մանրամասնենք, որովհետեւ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասում են այս գործի, ուրեմն օպերատիվ եւ հնարավորինս արագ բարձաբանման։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Դանիելյան հարցի համար։ Այդ գործով նշեմ նաև, որ մեր քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանումում ՀԿԳ քննչության գլխավոր վարչությունում կա մասնագիտացված ստորաբաժանում, որը որ զբաղվում է նմանատիպ դեպքերով, երբ որ տարածքում նման ահազանգ եղավ, հաղորդումը ուղարկվեց, վարույթ նախաձեռնվեց, դատաբժշկական փորձակնությունները անմիջապես որպեսի եթե առկա են մարմնական վնասվածքներ տվյալ դուժողի վրա լինի ֆիքսվի եւ վարույթը փոխանցվեց կենտրոնական ստորաբաժանում։ Նշեմ նաեւ, որ ես ինքս ընդունել եմ երիտասարդին, նաեւ պաշտպանի հետ միասին, նաեւ վարույթ իրականացնող մարմնի ներկայությամբ ես ինքս փորձել եմ հասկանամ ինչ է տեղի ունեցել։ Անհետաձգելի բոլոր գործողությունները կատարված է, ոստիկանության աշխատակիցների ինքնությունը պարզված է, առերեսումները կատարվել է, մասնակի կատարվել է, որոշ առերեսումներ կան, ըստ էության հակասություններ որպես այդպեսին կանեն, բայց առերեսումը որպես այդպեսին, որ ինչ-որ արդյունք տա կամ չգիտեմ, ինչ-որ ակնկալիք ունենանք առերեսումից, ամեն մեկը ամեն մի կողմը իր ցուցմունքն է ըստ էության պնդում, բայց այդտեղ կարևոր նշանակություն ունի այլ փաստական տվյալները, այլ ապացույցներ։ Այստեղ մենք գնացինք, քանի որ դատաբժշկական փորձակնություն էինք նշանակել, ըստ էության նաև անհրաժեշտ դիլակետային տվյալներ, բժշկական փաստաթղթերը վերցրեցինք, փաստացի պարոն Դանիելյան, ստացվում է իրավիճակ, երբ որ անձի վրա մարմնական վնասվածքներ դատաբժշկական փորձագետը չի արձանագրել։ Ընդ որում բժշկական փաստաթղթերով արձանագրված վնասվածքները, որը որպես այդպեսին առկա են եղել, չի ֆիքսվել, քանի որ այդ մասին բարձրաձայնված է, դրա համար եմ ես այս մասով նախաքննության որոշակի տվյալներ ներկայացնում։ Կներեք, եւ դատաբժշկական փորձակնությամբ չի արձանագրվել մարմնական վնասվածքները, չի հաստատվել։ Մենք նաեւ այլ փորձակնություններ ենք նշանակել, սպասում ենք փորձակնությունների արդյունքներին։ Այս մասով պարոն Դանիելյան, իհարկե դեպքը հնչեղություն է ստացել, բայց մենք քրեական հետապնդման հիմքեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առկա չեն։ Գոնե այն նվազագույն շեմը, որոնք որ կարող են գնահատել, ընդհանրապես ունենք քաղաքացի, ով որ պնդում է, ընդ որում որոշակի հակասական տվյալներ եւ ունենք դատաբժշկական փորձակնության եզրակացություն։ Հիմա մենք ստեղ գնահատենք, որ ոստիկանները խոշտանգել են այս քաղաքացուն։ Կարծում եմ դրա համար նաեւ այլ փորձակնություն ենք նշանակել հակոստների հետ կապված։ Սպասենք այդ փորձակնության արդյունքները գան, վերջնական հետևություն ես չեմ ուզում անել եւ չեմ ուզում որոշակի կանխակալ դիտարկումներ անեմ, քրեական վարույթը իր բնականոն ընթացքով եւ հսկողությամբ գնում է, սպասենք այդ եզրակացություններին, վերջնական իրավական գնահատականը կտանք, երբ որ փորձակնության եզրակացություններն ամբողջությամբ ստանանք։ Այսքանը։ Համեցեք արձակը։ Պարոն Պողոսյան, ես կարծեք թե իմ հարցման ժամանակ
Մանրամասն այստեղ նշեցի տեսանյութերի արկայությունը, parzել եք թե չէ, այդ ոստիկաններին տարել եք, ուրեմն դատաբժշկական փորձաքննության, որ parzեք այցուք իրենց վրա հետքեր կան թե չկան, այնտեղ կրիչներ կան, 1000 ու մի հատ բան կա, էլի, այսինքն դուք վերցնում եք ձեր համար, այսպես ասած, մի թեզ եք վերցնում, որ ոստիկանության բաժանմունքում, ուրեմն այդ հարցաքննության ժամանակ ոստիկանը ինչ ասել է, սենց ընդունենք, որ հիմք ենք ընդունում ոստիկանների ասածը եւ այսինքն մեղադրյալների մասով ինչի դանդաղում այդ գործը, ինչի չի նշվածս ուրեմն այդ միջոցառումները կատարվել, ինչի տեսանյութ արկա չի ու սենց ինչուները շատ են։ Ընդհանրապես մի հատ պատճառ բռնել, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում չի parzվել, բայց ախր դա իմ կարծիքով այդքան էլ օբյեկտիվ չի։ Պարոն Դանիելյան, ես ոչ թե արդեն գնահատական տվեցի, ես նշեցի այն տվյալը, որ ըստ էության դատաբժշկական, քանի որ բարձրաձայնել էր այդ մասին, դրա համար ես բարձրաձայնեցի, որպեսզի ձեզ հիմնավորեմ, թե ինչի էս փուլում մենք քրեական հետապնդումներ չենք ներկայացրել, որովհետև դատաբժշկական փորձաքննության անձի վրա, ով որ նշում է, որ իրան ձեռքերով, ոտքերով անընդմեջ հարվածել են այդ մարդու վրա, թե ինչի դատաբժշկական փորձաքննության վնասվածք չկա։ Ինձ համար որպես իրավաբան հարց է ծագում։ Դրա համար ձեր բարձրաձայնեցի, պարոն Դանիելյան։ Չկներեք, ձեր տեսնելը եւ համապատասխան փորձագետը, ով որ իրավասու է պատասխանի այդ հարցին, լրիվ տարբեր հասկացություններ են։ Պարոն Դանիելյան, կներեք, մենք վարույթ իրականացնող մարմին ենք, մենք գնահատում ենք, մեր համար ապացույց ոչ թե ազգային ժողովի падգամավոր պարոն Դանիելյանի հայտարարությունը, այլ փորձագետի, ով որ ձեռնհաս փորձագետ է, ապացույց փորձագետի եզրակացությունն է, պարոն Դանիելյան։ Օրենքն է դա ասում է անձի վնասվածքների արկայությունը եւ ծանրությունը կարող է հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Կներեք, էլի ես ավարտեմ։ Իսկ ինչ վերաբերում է տեսագրություններին, պարոն Դանիելյան, աշխատասենյակում, երբ որ այդ միջադեպը ենթադրաբար այդ միջադեպը տեղի ունեցել, աշխատասենյակում ինչ տեսագրության մասն է, այսինքն այդ աշխատասենյակը դուք մտածում եք, այդ աշխատասենյակը ներսից նկարահանվում է։ Ինչ հանցագործում, պարոն Դանիելյան, աշխատասենյակն է նկարվում։ Ինչ վերաբերում է դրսի տեսագրություններին, միգուցե դրանց հետ եք խաղ, պարոն Դանիելյան, մենք այդ մասով գործողություններ ձեռնարկել ենք, ավելին, հիմա դուք ինձ ստիպում եք, մենք ամեն ինչ արել ենք ու անհետաձգելի ձևով արել ենք։ Երբ որ կխնդրեմ, երբ որ համապատասխան փուլը հասնի, դուք որպես ազգային ժողով падգամավոր հարցում անեք, մենք բոլոր հարցերի պատասխանները սպառիչ կտանք։ Շնորհակալություն։